արդեն ես մտա, ճիշտ է առավոտյան ժամը դեռ 10-ը չկար այստեղ էին, գիտեինք, որ բերման ենթարկված անձինք կային, բերման ենթարկվածների հարազատները դիմել էին, լիազորագրերն առկա էր, որոշակի խնդիրներ առաջացավ, որովհետև խոչընդոտվում էր, թույլ չէին տալիս, չէինք հասկանում, ում մոտ են բերված բերման ենթարկվածները եւ ինչ կարգավիճակում։ Ժամը արդեն քանիսն էր, ամեն դեպքում ես բարձրացա իմ պաշտպանյալի մոտ, Հասմիկ Ամիրզադյանի մոտ, մնացածի մասով դեռ տեղեկություն չունեմ, ինչ փուլում է, ինչ վիճակում է, գործընկերներս էլ առավոտից այստեղ են, զանգահարել ենք մարդու իրավունքների պաշտպանին, զանգահարել ենք հակակոռուպցիոն կոմիտեի թեժգից, անձնապես ես գոնե թե այդ երկու տեղը դիմել եմ, նաև գրավոր կարգով դիմել եմ կոմիտեի ղեկավարին, խնդրել եմ, որպեսզի վերացնի այս խախտումը եւ անհապաղ մեր ներգրավումը ապահովի։ Հասմիկ Ամիրզադյանով ես ներգրավվեցի, այս պահին մեղադրանք է ներկայացվել, քննարկվում է խափամամիջոցի հարցը։ Վերջինս չէ, չեմ անդրադառնա այս պահին, ամեն դեպքում չի ընդունում մեղադրանքը։ Մենակ այն ամենակարևոր հանգամանքներից մեկը, որ Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի, անչափահաս երեխա։ Ես կարծում եմ, հույսով եմ այս մասը հաշվի կառնել։